Եվ այսօր մեզի հետ հատուկ հյուրը դաղանտավոր երաժիշտ եւ արվեստագետ Սերուժ Բաղդասարյան, շատ ուրախ ենք ձեզի հյուրընկալելու, բարի եղաք մեր Գոմիդաս ռադիոժամին։ Բարև։ Լավ ես։ Լավ, դու ինչպես ես։ Շատ լավ։ Նախ եւ առաջ կարելի է մեզի պատմել, թե ինչպես սկսավ ձեր երաժշտական ճամփան, ինչն էր ձեր հիմնական նշանչումը։ Այո, անշուշտ։ Ես ասեմ, որ Բեյրութեն եմ, Լիբանանն եմ եւ փոքր տարիքից մեծած եմ երաժշտական ընտանիքի միջավայրի մեջ։ Հայրս արդեն երաժիշտ է Սեդո Բաղդասարյանը եւ բոլոր ընտանիք ամեն մեկը տարբեր ձևով երաժշտական մթնոլորտի մեջ են եւ նաեւ Լիբանանի այդ քաղաքի մթնոլորտը ինձ կարծեմ ավելի մղած է, որ ես հայերեն երգը միշտ սիրեմ եւ ընտրեմ փոքր տարիքից 15-20 տարի առաջ ես ավելի կսպավեի էլեկտրոնական գործիքներով, electronic music, այսինքն այդ ժամանակի ընթացքին գամած քիչ ջաշակը փոխվեցավ եւ սկսեցի որ ես ավելի symphonic music-ը կսիրեմ ներշնչվելով ֆիլմի երաժշտությունները, գեյմերու soundtrack-ները գամած հասկացա որ ես ավելի այդ ուղղությունը ավելի կսիրեմ, քան թե էլեկտրոնիկը So վերջին 7-8 տարիներու ընթացքին ավելի մշակեցի որ ես մեջս զարգացնեմ այդ ինձ համար նորություն էր այդ սիմֆոնիկ ոճի երաժշտությունը խառնելով քիչ էլեկտրոնիկ մեր հայկական երգերը փորձեցի վերամշակել նոր ոճով եւ ընդհանուր այս է պատմանը եւ ճանապարհը Ձեր երաժշտական ոճը ինչպես կնկարագրեք եւ ինչ աստեցություններ ունեցած են ձեր ստեղծագործության վրա ոճը ուրեմն ինչպես որսի ինքը ավելի ոգևորող տեսակ երաժշտություն մնե որ ասեն inspiring music բայց հիմնված է մեր հայկական երաժշտություններում վրա դարբեր ժողովրդային բարեղանակներ patriotic երգեր այդպիսի երաժշտությունները ես կփորձեմ նոր շունչով նոր ցևով ներկայացնել որը կընկերգե symphonic կամ orchestral ցայներ քիչ էլեկտրոնիկ ինչպես որսի եւ այսպիսի ասպոլորը խառնելով մենք կստանանք այդ ժանրը որ ես կներկայացնեմ ու ձեր բեմական անունը ինչպես ընտրեցինք ինչ կնշանակե ձեզի համար Սերուժը հետաքրքրական է հարցում է ուրեմն Սերուժ ֆրանսերենով կնշանակե կարմիր է Սերուժ so երբ որ անակ կարդաս եւ անունը Սերուժ է ասենք արտիստ անունը ծածկանունը փոքր տարիքից շատ sense գարմրոտ բան ունեի մասեր ունեի եւ at հիման վրա եղած է Սերուժ անունը հետաքրքիր է եւ որոնք են ձեր կարիերայի մինչեւ հիմա ամենեն կարեւոր բահերը կամ հաջողությունները ամենակարևոր բահը իմ համար կարծեմ անցյալ դարվա առաջին համերգն էր որ տեղի ունեցավ հուլիս 22-ին անցյալ ամառ Հայաստանի մեջ առաջին անգամ լալով ներկայացուցինք ես եւ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբ եւ ժողովրդային կորզիկներ մոտավոր 120-130 հոգի մեկ բեմի վրա ներկայացուցինք իմ մշակումներս ուրեմն 2000-ին սրահն էր Կարեն Դեմիրճյանի անվան սրահը եւ արդեն երկու շաբաթ առաջ համերգեն sold out տեղավ բավական մեծ համերգ ունեցանք եւ այդ մեկը կարծեմ իմ համար լրիվ նոր սկիզբն էր նոր կյանք մներ կարծես
Եվ ծեր երկերում մեջ ինչ թեմաներ ավելի շատ գշշտեք։ Ընդհանրապես հայկական են, ընդհանրապես չէ, բոլորը հայկական են։ Հայկական ինչպես որ ասի ժողովրդային ֆոլք երաժշտությունն է որ կներկայացնեմ, միշտ կուզեմ որ երաժշտությամբ ես կապ ստեղծել մեր անցյալին, մեր ներկային միջև եւ ժողովրդին ներկայացնել մեր երաժշտությունները նոր շունչով, որ երբ որ լսես թուն ավելի հպարտ հայ զգաստում քեզի ավելի ոգևորվիս եւ նույնիսկ այսինքն երկեր ինչպես որ դլեյամանը որ հաջող մենք շատ տխուր վիճակի մեջ կլսենք կատարումներով նույնիսկ հատ մեկ ես ներկայացուցած եմ դարբեր տեսանկյունը աշխուժ հարկելով երաժշտության այդ բանը գարույցը գրեթե հարկված է մեղեթին նույնն է բայց մշակումը դարբեր է ավելի զորավոր էպիկ ժանրի մեջն է Այսինքն կու հայկական ինքնությունը շատ կարևոր այս ստեղծագործության համար Այո ամեն բանը առաջ հայությունը գուկա այստեղ Երբ մը կամ մեղեթի մը գստեղծես, ինչպես է ծր ստեղծագործական ընթացքը։ Ընդհանրապես YouTube-ի վրա նախ երգը կգտնեմ եւ կփորձեմ դարբեր մշակումներ լսել, որ ես նախ հասկանամ ավելի լավ սորվիմ երգը եւ հասկանամ ինչը բագաս է, կամ ես ինչպես ավելի լավ սեվով կներկայացնեմ այդ երգը Օրինակ ամենավերջին գործս որ հիմա վրան աշխատիմ եւ մեկ շաբաթեն գարձեմ պատրաստ կլա ամիսները արդեն աշխատիմ իշխանած բարն է ուրեմն իշխանած բարը եթե YouTube-ի վրա փնտրես կամ զունայով կամ դուդուգով նվագված ուրիշ տարբերակ ընդհանրապես գոյություն չունի իսկ ես որ պիտի ներկայացնեմ մոդորեն նորեն օրկեստրայի մեկնաբանություն է ինքը live չի այսինքն ես հավաքած եմ կորզիկները arrangement-ը հրացեմ եւ մեջը կմտնե քիչ rock music, զուրնա, դուդուկ եւ երջախումբ, այսինքն ինչ որ մենք live-ին գրեթե այդ ժանրի մեջ, բայց այս մեկը լրիվ նոր կորձ է եւ պիտի մոդորեն արդեն ներկայացնեմ։ Անշուշտ պիտի սպասենք այս նոր ստեղծագործությունը Եվ ձեզի համար ինչ կնշանակե փեմին վրա ելույթ ունենալ եւ գնտանի հանդիսադեսին հետ գաբը։ Շատ մեծ քիչ մը դժվար է պատասխանելը, որովհետեւ այդ զգացումները որ փեմի վրա մեկը գունենա անբացատրելի են։ Մանավանդ այսպիսի համերգը որ մանավանդ երկրորդ համերգը որ 2 ամիս առաջ տեղի ունեցավ, ավելի ճիշտ է մարտ 20-ին Գրեթե ամբողջ սրահը ոտքի կանգնած կբարեին Յարքուշտան, Քոչարին, իշխանասպարը այդտեղ նվագեցինք։ Դեսանք։ Այդ գաբը որ հեմեն մենք հանդիսադեսին գտիդենք եւ գաբրինք մեզի շատ ավելի օտը գահանե մեզի այդ շատ քաչալերերի է եւ մենք ալ գաբրինք իրենց այդ բահերը այնքան որ ես տեղում չդիմացա եւ միացա Քոչարի բարելու փոքր հատված մգար որ զուրնան եւ դհոլը եւ կոպալները մեր հայկական ժողովրդական կորտիկներ իրենց սոլոն ունին եւ օրկեստրը կգանք կառնե մոտ 2 րոպե ժամանակ մնա վարյան եւ այդ արիտը օգտվեցա միացա շատ հզոր բահեր էր ինձ համար Ինչպես գտեսնեք հայկական երաժշտության աբական միջազգային փեմին վրա Ես այս համերգի իմ աբակայի ասենք ամենամեծ երազս է որ մենք մեզի ծանոթացնենք մեր երաժշտությունները ներգրավենք մեր երիտասարդությունը եւ ոչ միայն երիտասարդությունը բոլոր դարիքի մենք մեր երկերը սիրենք լավ սորվինք եւ աբակային ինչու՞ չէ հրավերներ ստանանք օդար ասքերը եւ ներկայացնենք մեր ժողովրդային երաժշտությունը օդարներուն եւ մենք ցույց տանք որ մենք ինչքան հզոր երաժշտություն ունենք մշակույթ ունենք Շատ ճիշտ է Ինչ ձերակիրներ կամ նոր նախագիծեր ունիք մոդ աբակային
Հիմա հուլիս 11-ին Հայաստանի մեջ նորեն պիտի տեղի ունենա սիմֆոնիկ ֆոլք համերգը եւ այս մեկ այս անգամ առաջին անգամ լալով պիտի տեղի ունենա Երևանին դուրս Թավուշ մարզի գող քյուրի մեջ, որ ինքը վարտավար ֆեստիվալն է, այդտեղ ներկայացնենք, շատ ուրախ եմ այս նոր էքսպերիենսին համար։ Աբակայի ունի ծրագիրներ, որ նաև Հայաստանին դուրս ներկայացնենք համերգը, որտեղ բավական մեծ թիվով ժողովուրդ կա, որ իսկապես կսպասի այս համերգը ասենք Ֆրանսիայի մեջ, Ամերիկա, Ռուսիա, Լիբանան եւ տարբեր երկրներ։ Հույսով եմ, որ ծևերը պիտի գտնենք, որտեղ իսկապես շատ դժվար ծրագիր է, շատ մեծ է խումբը, բայց ես հույս ունեմ, որ ծևերը պիտի գտնենք եւ անպայման ներկայանանք ուրիշ տեղեր։ Լավ, Սերուջ գուզեք բամը ավելցնել։ Բարևներ բոլորին, մեզ շատ սեր հրավերին եւ հույսով եմ մեր ունգընտիրները անպայման օրը այդ արիտը ունենան, այդ էքսպերիենսը ունենան, որտեղ իսկապես ինքը համերգ չէ, ինքը այդ համերգին, որ ներկա լաս պիտի ավելի հայ ըսկացում քեզի եւ շատ հույսով եմ, որ շատ մարդիկ պիտի գրնան օրը այդ բանը ունենալ։ Շնորհակալություն ցեզի այս զրույցին համար, կսպասենք ձեր նոր ստեղծագործություններուն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Դե շնորհակալ։